Կողպված ու կնքված է Շենգավիթի Եղիշե Թադևոսյան փողոցի այս տանդուռը, որտեղ էլ 74-ամյա տղամարդը սպանել է իր տուն եկած նախկին կնոջը։ Դե իրեսի վրա ընկած, երևի մի 5 անգամ խփել է, մեջքին է, վզին էր։ Դանակ։ Այո, դանակ։ Տիկին Գյուլնարան տեսել է հարևանուհուն դանակահարված, գետնին ընկած։ Չէր մտածի երբեք, որ իր հարևանը կարող էր մարդ սպանել։ Ասում է հանգիստ մարդ է, 5 տարի է կնոջից բաժանվել է։ Սպանված 64-ամյա կինն էլ համեստ էր։ Բաժանված են եղել, մին 5 տարի չի ապրես տեղ, եկել է տուն ուզի Իրանից, երևի դրա համար էլ։ Բայց այդ մարդու ձենը ոչ լսած ենք, ինքը ոչ մի հարևանի հետ չի շփվում, չի բարևում։ Իր համար հանգիստ ապրում էր այդ մարդը։ Երևի տենց կռվեր են իրար հետ։ Դա խմող չի, ծխող չի, որ ասենք խմելա հարբած խփել իրան։ Ես զարմացել եմ, որ այդ տենց հանգիստ մարդը ոնց է իրան սպանել։ Հարևանները ոչ մի արտասովոր ձայն չեն լսել, դեպքի մասին իմացել են, երբ ոստիկաններն են դուռը ծեծել ու հարցեր տվել սպանվածի մասին։ Ես չեմ ճանաչում ընդհանրապես, չենք ունեմ ապրում, բայց չգիտեմ, ապրող կար, ապրող չկար, ընդհանրապես, բայց իրիկունը ուղղակի դուռը ծեծեցին, ժամ 8 քանից են նոր ես իմացա, որ դեպքը եղել է։ Դե մենք սկի խաբարել չենք, ձեն չենք լսել ընդհանրապես։ Ոչ մի ձայն, ոչ մի։ Չէ, ոչ մի բան, մենակ լսել ենք, որ ինքը սպանել է իրան, վсё։ Ինչու են սպանությունները շատացել Հայաստանում։ Այստեղ Եղիշե Թադևոսյան փողոցում ապրող մարդկանց խոսքով խելագարվել է Հայաստանը, բարձիթողի երկրում չարացել են մարդիկ։ Սպանություն, ամեն ինչ, այդ ահավոր է, այս բաներ լսել է, շատ ահավոր է։ Ես, ինչ ասեմ, ջղայնանում եմ, ես որ ջղայնանում եմ, չեմ կարող խոսալ, այս բոլորը, այս ղեկավարից է գալիս։ Բաստողի վիճակը, բա ինչ է, ինքը, ինչ վիճակը, հիմի ընդունում եք դուք այս վիճակը երկրի, ես վիճակ չի, սա բոլոր դրանից է գալիս, մարդիկ արդեն հոգեկանն էլ խանգարվում մարդկանց, ամեն ինչը, դրա համար էլ է բռնության ընդդիմում, տեսնում ես ինչ էր տեղի ունենում աղջիկս։ Պիտի այն ձև իրանց նակազատ անեն հետո, որ մարդ է սպանում, որ մյուս երկրորդ երրորդը ուզում են սպանեն օրինակ, հետո իր երեխուն սպանես, թող գնա Թուրքստանի։ Ըստ լուրերի ձերբակալված տղամարդը, որ փախուստի չի դիմել ոստիկանության գնդապետի հայր է, դեպքի փաստով քրեական վարույթ է նախաձեռնվել։ Զարուհի Սահակյան, Աշոտ Մնոյան, Հարություն Մաթևոսյան, Հայլուր։ Հայաստանում եւ աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին առաջինն իմանալու համար բաժանորդագրվեք մեր ալիքին, սեղմեք զանգակը, որ բաց չթողնեք ամենահրատապը, ամենակարևորն ու հետաքրքիրը։